ողջունեմ ձեզ, մեր ուժեղ Արմավիրի մարզի ժողովրդին, ուժեղ Արարատի մարզի ժողովրդին, շատ ուրախ եմ, որ դուք իմ հյուրն եք այսօր, ես ուրախ կլինեի, որ ես գայի ձեզ հյուր, բայց մեր իշխանությունները ամեն ինչ արին ու ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ շփվել մեր ժողովրդի հետ, որովհետև շատ եմ վախենում մեր ժողովրդից։ Հաստատ դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ մենք իմանանք ձեր խնդիրները, այնքան շուտ կմտածենք դրա մասին ու այդքան շուտ լուծումներ կգտնենք։ Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք մի կողմից, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռին, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է։ Բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ։ Ունենալով այսպիսի բնական պայմաններ եւ ապրել, նույնիսկ ես նայեցի անցած շաբաթ, որ նույնիսկ Արարատի մարզում, Արմավիրի մարզում շատ են աղքատները։ Դա ուղղակի ես համարում եմ մեր իշխանությունների անթողությունը բացարձակ։ Ես գիտեմ, որ իրանք հաստատ ձեր մարզերում էլ ասֆալտ արել են, բայց ասֆալտ արել են, որ ոչ թե դուք լավ զգաք, այդ միակ բանն է, որ իրանք կարողացել են անեն։ Արագ անում են, իրենց գրդոնը անում են, հետո պարտքերը թողում են մեր երկրի վրա, մենք էլ, հետո մեր երեխաները ամեն օր դրա մասին պետք է մտածեն, պատասխան տան։ Դրա համար հատուկ ծրագիր ենք մշակել ու մշակելու Արարատյան դաշտավայրի համար, ինչքան հնարավոր է ամբողջ աշխարհին պետք է մենք ցույց տանք, ինչքան համեղ մտերքներ կան, մրգեր կան Արարատյան դաշտավայրում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք, սկսվելու է դրանից։ Առաջ հերթին ձեր մոտ զարգացնելու են գյուղատնտեսությունը, քանի որ հիմա դուք աճեցնում եք ու գաղափար չունեք ընդունողների տրամադրությունը այս տարի նորմալ է, նորմալ չէ, հետո ես հասկանում եմ, որ իրենք թելադրում են ձեզ պայմաններ, ինչ գներով կընդունեն ձեր մտերքները։ Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք միջև ձեր նախաձեռնությունները արդեն հաշվելու եք ձեր գումարները ձեր գրպանում։ Եթե ձեզ ձեռնտու է, դուք զարգացնում եք։ Եթե ձեզ ձեռնտու չի, անիմաստ չեք գնում բանկերից վարկեր վերցնում, հետո ամբողջ ընտանիքով, կներեք բառիս համար, ճռռում եք այդ վարկերի տակ։ Մարտը պետք է հենց սկզբից, տարին սկսավ, դուք գիտեք, տարվա վերջում դուք մոտավորապես ինչքան փող ունեք։ Բացի դրանից, մենք շատ արագ հասնելու ենք նրան, որ ձեր մտերքները ամբողջությամբ ստեղծեն հավելյալ արժեքներ։ Այսինքն ոչ թե մենք վաճառենք ծիրանը կամ խաղողը որպես ծիրան կամ խաղող, նորից գնանք վերամշակման, որպեսզի կարենակ ապրանքի գինը բարձրացնենք։ Ու մենք շատ կարճ ժամանակ ենք դրա համար վերցնելու, դա անելու ենք, որտեղ ունենալով այդպիսի հումք, հիմա ռեալ տանում թափում են այդ հումքը։ Այդ վախը, որ ճանապարհին լարսը բաց է, փակ է, ցանկացած գնով դուք եք հանձնում, այդ տանողներն էլ ցանկացած գնով վաճառում են, բայց գյուղացին դրանից ոչինչ չի ստանում։ Իսկ եթե մենք նորից վերարտադրում ենք, ստեղծում ենք հավելյալ արժեք, արդեն այդ վախը գոյություն չունի, չենք ծախի այսօր, ծախենք 3 ամիս հետո, երբ գները արդեն ավելի թանկ են, ավելի մաչել են, դրա համար մենք անպայման պետք է զարգացնենք արտադրությունը ձեր շրջաներում։ Դա երևի ամենահեշտ գործն է արտադրություններ հիմնելու համար, համ դրանով ապահովելու ենք մեր ասած աշխատատեղերը,
Համ դրան զուգահեռ ստեղծելու ենք վերամշակման ժամանակ շատ հետաքրքիր տուրիզմի համար կենտրոններ, այն որ հիմա մոդայիկ բառով ասում են շատոներ, հիմա ամբողջ աշխարհը ման են գալիս Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաներում։ Էջմիածնի շրջանի համար մենք ունենք առաջի քրիստոնեության կենտրոնը։ Այսքան տարիների ընթացքում ոչ մեկը դրա մասին չի մտածել, ոչ մեկը դա ամբողջ աշխարհին ցույց չի տվել, ձեր շրջաները զարգացնելը երևի Հայաստանի բոլոր շրջաների համեմատ ամենահեշտն է ու ամենաարագը։ Դուք կարող եք դրանում չկասկածել, մենք դա անելու ենք ու շուտով միասին ենք դա անելու։ Իսկ հիմա ուրախ կլինեի, եթե շատ բարդ հարցեր տայիք ինձ։ Աստված մեզ բոլորի շատ է սիրում եւ ուզում է, որ այս երկիրը վերջապես շնչի։ Լրիվ թոքերով շնչի, իսկ դրա համար մեզ առաջնորդ էր պետք, մարդ, որը կգա ու փոփոխություններ կմտցնի, ես համոզված եմ, որ դա լինելու է։ Հայաստանում մարդ հասկացողություն տարիներ շարունակ գոյություն չի ունեցել։ Հայաստանում ընդամենը ամեն ինչ արել են իշխանություն պահելու համար։ Մարդու մասին ոչ մեկը ոչ մի առումով չի մտածել։ Ցավոք սրտի։ Մեր ժամանակ գլխավորը լինելու է մարդը։ Մենք մարդուց ենք իջնելու հողի վրա։ Ինչ է մարդուն պետք։ Մեզ համար ամեն ինչ հասկանալի է, բայց մենք սկսում ենք մեր ասած 300,000 աշխատատեղից։ Մենք դրեցինք բարձր նշաձող եւ պայքարելու ենք այդ նշաձողի համար։ Մարդկանց կարող է թվալ, որ մենք պոպուլիզմով ենք զբաղված, բայց քանի որ ես ասում եմ, ես դա երաշխավորում եմ, այսինքն մենք չենք խոստանում, մենք արդեն դա արած գործ ենք համարում, որտեղ մենք իրավունք չունենք, ասենք մի բան, անենք ուրիշ բան, բայց մեր համար ամենակարևորը լինելու է մարդկանց բարեկեցությունը։ Մարդիկ դրա համար պետք է ունենան աշխատատեղ։ Իրենց երեխաները պետք է իմանան, որ իրան մեծանալով չեն թողելու գնան երկիրը, այլ շարունակելու են իրենց ծնողների աշխատանքը։ Մինչև մենք չհասնենք դրան, մենք պետք է մոռանանք, որ Հայաստանում կարող է լինել ռեալ զարգացում։ Կարող են մի քանի տարի բիզնեսմեններին քերելով բյուջե լցնեն, ինչ որ հիմա անում են, բոլորի վրա վստահ եմ, ով զբաղվում է, իր վրա մի 10 հատ քրեական գործ կա։ Դրա համար մենք փոքր բիզնեսը ամբողջությամբ ազատեցինք հարկերից, որ դուք ոչ մի ստուգողի կարիք չունենաք։ Զբաղվեք ձեր ընտանեկան բիզնեսները զարգացնեք, ձեր այգիները զարգացնեք, հետո երբ որ արդեն լավ կզգաք ձեզ, մենք ձեզ կհիշեցնենք, որ դուք ունեք պետություն եւ պետք է արդեն աշխատեք պետության հետ։ 300,000 աշխատատեղը պարտադիր է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր անվտանգությունը։ Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակը առանց գումարի անհնար է ստեղծել։ Որպեսզի ունենանք վստահելիություն, մարդիկ վստահ լինեն, որ ոչ մի արտաքին վտանգ չկա, որպեսզի մենք հանգիստ պայքարենք ներքին վտանգների հետ, քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, 5 անգամ ավելի շատ ներքին վտանգներն են։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է։ Մենք դրա դեմ ենք պայքարելու։ Մարդիկ իրենց գումարները ծախսելու են իրենց բարեկեցության վրա, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու։ Դա էլ նրանից է, որ աշխատանք չկա։ Մարդիկ գնում են վարկ են վերցնում, որ խաղամոլությամբ զբաղվեն։
շատ խնդիրներ կա, իրոք շատ խնդիրներ կա երկրում, իսկ այդ խնդիրների մասին իրոք մտածող չկա, որովհետև մարդիկ ունենալով 25% ռեյտինգ ամեն ինչ անում են, որ մնան իշխանության։ Իսկ անելու ձևը երկրում քաոս մտցնել, փորձեն այդ քաոսը կառավարել։ Մեր ժողովրդի 25-ից 30%-ը մոլորված է։ Մենք պետք է ամեն ինչ անենք ձեզ հետ, որ զարթնացնենք, բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան, որ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա անհայրենասեր իշխանությունները։ Սրանց համար մեկ սկզբունք կա, ոնց անեն Ալիևի դուրը գան, ոնց անեն նրա հրամանները կատարեն, ոնց անեն 300,000 ադրբեջանցի բերեն ապահովեն թե բնակարաններով, թե աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարկադրել է։ Դա մենք կանգնեցնելու ենք, մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր, արժանապատիվ սկզբունքներով, եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք ինչն է մեր երկրի շահերին համապատասխանում։ Մեզ համար կարևոր չի լինելու։ Գլխավոր խնդիրը պետության համար, մեր պետության համար, առաջինը անվտանգություն ապահովելն է, ամենակարևորը հիմա ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս մեր կյանքի էտապում հաջորդը չկորցնենք, դա Սյունիքն է, որովհետև եթե մենք Սյունիքը կորցնում ենք, ինչի վտանգը այսօր շատ մեծ է, դուք չեք պատկերացնում ինչքան մեծ է, այս վախեցած իշխանությունը ինչ ուզեն տալու է, որովհետև իրանք էլ ձև չունեն։ Լիարժեք ձևով եմ ասում, շատ եմ խափնվել։ Չեմ ուզում դավաճանված եւ խափված կամ, որովհետեւ բոլորը խափում են, բոլորը։ Դրա համար մենք չենք ասում խոստանում ենք։ Մենք ասում ենք երաշխավորում ենք, այդտեղ տարբերություն կա։ Ինչ ասեցինք, մենք անելու ենք։ Եթե չերիկի բյուջեն, մենք անելու ենք մեր գործընկերների միջոցներից, որտեղ ասենք դուք պատկերացնում եք այս մարդը իր ամբողջ կյանքի մեջ ճանաչել է իր նման մի քանի շանտաժիստի, ովքեր փորձել են մարդկանց վարկապեկել ու այդ վարկապեկելը դարձրել են իրենց համար կյանքում բիզնես, վճարել են, էլ չեն վարկապեկել։ Մի ֆունկցիա է եղել իրանց։ Մի հատ հավի բուն, մի հատ կանաչի մի հեկտարի վրա չեն աճեցրել։ Միջև վերջ մեր քվերին տերկանել ենք, թե որ սա մեր կարգ։ Դա մեր համայնքի ինձ համար նույնիսկ այդ հարցը վիրավորական է։ Ես վստահ եմ, սա մեր կապիտալ որ գնանք, ուզում էին ձեր շուրթերից լսեին, ձեզնից էին ուզում լսեին, որ մենք միջև վերջ գնալու ենք, պարոն Կարապետյան, ձեզանից էին ուզում լսեին։ Ամենածանր պայմանները անցել են։ Ես գիտեմ։ Եթե ես միջև վերջ չգնայի, ես շատ 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էր առաջարկում։ Մի հատ հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնել։ Մեր ուժը, մեր միասնության մեջ է։ Մենք բոլորս միասին, ես առաջնորդելու եմ այդ պատասխանը, դուք պատասխանն եք տալու։ Մենք ձեզանով ենք այդ պատասխանը տալու, պարոն Կարապետյան։